Ողջույններս իմ շատ սիրելի ժողովրդին, այսօր խոսելու ենք լավրովի լիստի մասին, որովհետև շաքարային դիաբետիկների թիվը շատացել է, շաքարի տոկոսը արյան մեջ բարձրանում է, բայց ունենք հրաշալի դեղատոմս, դեղատուփ, դեղաբույս, որ ինքը շատ լավ է անդրադառնում շաքարի տոկոսը արյան մեջ իջեցնելու համար։ Վերցնում ենք ընդհանրապես 20 հատ տերև, ընդ որում 20 հատ տերևի համար պետք է 1 լիտր եղման ջուր։ Լցնում ենք եղման ջուրը այդ 20 տերևի վրա եւ անպայման պետք է փաթաթենք։ Փաթաթելուց հետո թողնում ենք 1 ժամ եւ օգտագործում ամեն օր 100 գրամից օրը 3 անգամ մինչ ուտելը, բայց խնդրում եմ 1 լիտր ջրի համար թուրմը որ մենք պատրաստել ենք անպայման դնենք սառնարան, որպեսզի հետագայում նույնպես օգտագործելուց առաջ նախապես 2 ժամ առաջ հանում եք, որպեսզի լինի տնային ջերմաստիճանների եւ խմում։ Իհարկե իջեցնում է շաքարի տոկոսը, բարելավում է ընդհանուր վիճակը, կարգավորում է աղաստամոքսային տրակտի վիճակը, կարգավորում է լյարդի վիճակը, ունի խոլեստերինը իջեցնող հատկություն, ունի ճնշումը իջեցնող հատկություն, բարերար է ազդում սրտի աշխատանքի վրա, բայց ավելի շատ այն շաքարի տոկոսն է արյան մեջ իջեցնում, դրա համար մենք ուղղությունը տանք շաքարի տոկոսը իջեցնելու վրա, որովհետև չափից ավելի շատ է շաքարային դիաբետիկների թիվը մեր մոտ, իսկ դա խնդիր է արդեն եւ անոթների, եւ սիրտանոթային համակարգի, եւ տեսողության, եւ լսողության, եւ վերջույթների, եւ երիկանների, իսկ սիրելի իմ ժողովուրդ, որպեսզի նման խնդիր չլինի, հետևեք ձեր առողջությանը, անպայման պետք է առավոտյան եւ երեկոյան քայլել 1 ժամ, սննդակարգին հետևել, կատարել ֆիզկուլտուրա, տրամադրությունը բարձր ապրել, թեկուզ երաժշտություն միացնել ամեն առավոտյան եւ բարել այդ երաժշտության տակ, որովհետեւ շաքարային դիաբետը կարող է առաջացնել նաեւ ստրեսներ եւ անպայման ուզում եմ ասել, իսկ ստրեսները առաջանում են նաեւ անքնությունից։ Պետք է քնել անպայման 8 ժամ, պետք է անպայման 11-ից հետո, գիշերը 11-ից հետո քնել մինչև առավոտյան ժամը 7-8, ինչու, որովհետև այդ ժամերին է 11-ից հետո է, 1-ից հետո է սինթեզվում մելոտոնին ֆերմենտ, իսկ մելոտոնին ֆերմենտը բոլորս գիտենք, տրամադրությունը լավացնող ֆերմենտ է, իսկ եթե դուք ուշ եք քնել եւ չի հասցնում մելոտոնին արտադրվի ձեր օրգանիզմում, ապա ձեր տրամադրությունը արդեն վատ է լինում հենց առավոտը, հոգնած եք լինում, անտրամադիր եք լինում, հետազոտեք ձեր վահանաձև գեղձը, որտեղ դրանից է կախված նաեւ ձեր ընդհանուր վիճակը։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, վահանաձև գեղձի սոնոգրաֆիան մեզ մոտ 3000 դրամ է, որպեսզի դուք կարողանաք յուրաքանչյուր գալ, հետազոտվել, իսկ էնդոկրինոլոգի խորհրդատվությունը անվճար։ Եղեք առողջ։